Սիրելիներս, ես շնորհակալ եմ Տիրոջից, այս պատվի համար եւ հովի մհերից, որ այսօր հնարավորություն ունեմ ձեր հետ կիսվելու Տիրոջ խոսքով։ Այսօր իմ խոսքը այսպես եմ անվանել. Տերը քեզ ընտրեց, իսկ դու։ Եվ կսկսեմ մի պատմությունից, կար մի մարդ, որը որ հոր էշերը կորել էին եւ գնաց փնտրելու հոր էշերին։ Եվ երկար ժամանակ փնտրեցին, տարբեր երկրներ գնացին այն ժամանակվա, բայց չէին կարող գտնել էշերը։ Եվ մի երիտասարդ իր օգնական, հետ որ նա գնացել էր, ասեց, կողքի քաղաքում Աստծո մարդ կա։ Արի գնանք այդ Աստծո մարդուց հարցնենք, նա կասի մեզ։ Փառք ասու այն մարդկանց համար, ովքեր որ ուղղորդում են դեպի Աստծո մարդկանց, ոչ թե փորձում են ուրիշ ձևերով հարց լուծեն։ Այդ մարդու անունն էր Սավուղ։ Եվ Սավուղը երիտասարդի հետ եկան, որպեսզի տեսնեին Աստծո մարդուն։ Բայց մի օր առաջ արդեն Աստված խոսացել էր Աստծո մարդու հետ, Սամուելի հետ, եւ նրան ասել էր, որ գալիս է մի մարդ, որին դու թագավոր ես օծելու Իսրայել ժողովրդի վրա։ Տեսեք հետաքրքիր է, չէ՞։ Դու ուղղակի գալիս ես Աստծո մարդու մոտ, գալիս ես Աստծո մոտ, չես է պատկերացնում, որ արդեն Աստված քո համար ինչ որ բան ունի պատրաստած։ Որ արդեն Աստված գիտի քո մասին ու գիտի թե դու ինչ պետք է անես իր արքայության մեջ։ Որովհետև եթե մենք նայենք թե ինչ բան է մեղքը, մեղք նշանակում է կրակել նշանակակետից շեղ։ Այսինքն կանչված ես ինչ որ մի բան անելու ես աշխարհի վրա, շեղվե գնացի ուրիշ բան ես անում։ Չկա մեկը, ով ինչ որ նպատակ չունի այս աշխարհի վրա։ Բոլորս, որ եկել ենք այս աշխարհ, Աստված ամեն մեկից համար ունի ծրագիր։ Եվ Սավուղն էլ ուներ իր ծրագիրը։ Թագավոր լինելու ծրագիրը։ Եվ ամեն մեկս ունենք կոչում Աստծուց, որի մեջ պետք է մտնենք եւ ծառայենք այդ կոչմանը։ Եվ Աստծո մարդը օծում է Սավուղին թագավոր։ Եվ գալիս է դու եկար ծառայության մեջ, քեզ դրեցին, օծեցին ծառայության մեջ եւ մտածում ես, որ ամեն ինչ վերջացավ եւ ամեն ինչ ճիշտ տեղում է։ Բայց տես չի։ Գալիս է ժամանակը, որ Աստված պետք է մեզ փորձի։ Արդյոք մենք հավատարիմ ենք, թե հավատարիմ չենք։ Արդյոք մենք կհնազանդվենք նրան, թե չենք հնազանդվի նրան։ Արդյոք մենք մեր ձևերով Տիրոջը կծառայենք, թե Տիրոջ ձևերով կծառայենք Տիրոջը։ Եվ գալիս է Սավուղի փորձվելու ժամանակը։ Առաջին թագավորաց 13-րդ գլխում 6-րդ խոսքից 14-րդ խոսքերը Իսրայելի որդիքը տեսան, որ նեղության մեջ էին եւ որ ժողովուրդը տագնապած է եւ թակ կացան այրերում, թուփերում, ժայռերում, աշտարակներում ու փոսերում։ Եվ եբրայեցիները Հորդանանով անցան Գադայի ու Գաղադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գագաղի մեջ էր։ Եվ նա Սամուելի որոշված ժամանակի չափ 7 օր սպասեց, բայց Սամուելը Գագաղը չեկավ եւ ժողովուրդը նրա մոտից ցրվեցավ։ Տեսեք մի իրավիճակ է ստեղծվել, որ հակառակորդը հարձակվել է, ժողովուրդը վախի ու տագնապի մեջ է եւ պետքա Սավուղը որոշում կայացնի։ Աստծո մարդն էլ պետքա գար, օրհներ, իր խոսքը ասեր, որից հետո նոր Սավուղը պետքա իր գործը աներ։ Մեր կյանքի մեջ էլ է գալիս իրավիճակներ։ Երբ որ վախ է գալիս, երբ որ հարցակումներ են գալիս, երբ որ խնդիրներ է մեր մոտ ստեղծվում,
Հասարակ խնդիր չէր, ժողովուրդը դողում էր, փախնում էր, թագավորը մնացել էր մենակ, չգիտեր ոնց վարվեր։ Հասարակ փորձություն չի, համաձայնվեք, մեր կյանքի մեջ է կարա լինի խնդիրներ, ֆինանսները չեն հերիքում, աշխատանքից ենք դուրս եկել, չգիտենք ինչ-որ մի խնդիր առաջացել, հիվանդություն առաջացել կամ ինչ-որ մի բան, եւ այս խնդիրների մեջ ինչ ենք անում մենք։ Սպասում ենք մինչև Աստծուց խոսքը կստանանք, թե չենք սպասում մինչև Աստծուց խոսքը կստանանք։ Թե մեր ձևերով արդեն սկսում ենք մեր լուծումները տալ։ Եվ Սավուղը տեսնելով, որ Սամուելն էլ ուշացավ, Աստծուց խոսքը ուշացավ, Աստծուց գործողությունը ուշացավ, փորձում է վերցնի իր վրա այն պարտականությունը, որը որ Աստված պետք է աներ։ Եվ ինչքան ենք մենք մեր կյանքի մեջ չենք սպասում մինչև Աստված ինքը անի։ Շտապելով անում ենք այն ինչ պետք է չանեինք։ Ու հետո ասում ենք, բա ուր էր Աստված։ Քիչ արեց իմ կյանքի մեջ։ Չէ որ խոսք էր տվել, չէ որ խոսք ունեի Աստծուց, թագավոր եմ։ Բայց հիմա եկել են, վերացնում են իմ ժողովրդին, վերացնելու են ինձ։ Ուր է այդ Աստվածը։ Ինչի չի գալիս, ինչի չի օգնում ինձ։ Եվ Սավուղը ասաց. ողջակեզը եւ խաղաղության զոհը ինձ մոտ բերեք։ Եվ ինքը մատուցեց ողջակեզը։ Եվ երբ որ նրա ողջակեզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուելը եկավ, եւ Սավուղը դուրս եկավ նրան դիմավորելու, որ նրան բարևի։ Կարծես թե պատի հետևը պահկված սպասում էր։ Սպասում էր, թե ինչ կանի Սավուղը։ Գիտեք, սիրելիներ, շատ ժամանակ Աստված սպասում է, որ տեսնի, մենք կկարչենք իրանից, թե մեր ձևերով կլուծենք այդ հարցերը։ Մենք կկարչենք նրա խոսքից, թե մեր ձևերով կլուծենք այդ հարցերը։ Ու կարծես թե պատի հետևը սպասում է, հենց որ անու վերջացնում ես, ասում է, բայց անելու է, խի արեցիր։ Եվ որն է հավատքը հենց այն է, երբ որ մենք հավատալով սպասում ենք դրան։ Դե խմելը 3 օր, գարանք օրը 3 անգամ խմենք։ Բայց Աստծո խոսքը 3 անգամ օրը հրճակել մեր վրա, որ բժշկություն գա չենք կարող։ Ու շարունակաբար այնքան հրճակենք, մինչև որ դա իրականություն կդառնա։ Որտեվ հավատքը ընդհանրապես կապ չունի իրականության հետ։ Կապ չունի թե դու ոնց ես զգում, ինչ ես անում, կարևորը թե դու ինչ ես հրճակում, վաղը երկնքից ինչ ես պոկելու, իջացնելու երկրի վրա։ Բայց ավելի հեշտ է դե խմելը։ Ավելի հեշտ է Տիրոջից սпасելը խոսք ասի, դե ծանոթներով հարցը լուծելը։ Ծանոթներով հեշտ է, չէ՞։ Հետո էլ ծանոթներին պարտք ենք մնում։ Եվ Սամուելն ասաց, ինչ ես արել։ Եվ Սավուղն ասաց, տեսա, որ ժողովուրդը իր մոտից ցրվում է, եւ դու քո որոշված օրից չեկար, եւ փղշտացիները ժողոված են Մաքսայի մեջ, այն ժամանակ ասեցի, փղշտացիները հիմա ինձ վրա կիշնեն գագաղը, եւ ես տակավին Տիրոջ առաջին աղոթք չեմ արել։ Եվ ես ինձ ստիպելով ողջակեզը մատուցեցի։ Ես չէի ուզում։ Իրավիճակը ինձ ստեղծեց, ես էլ ինձ ստիպեցի։ Եվ ինձ ստիպելով ես արեցի դա։ Որքան է լինում մեր կյանքի մեջ, որ իրավիճակը մեզ ստիպում է սխալ որոշում կայացնել։ Կորցնել Տիրոջ օրհնությունը, Տիրոջ օծությունը։ Քանի անգամ է Տերը քեզ կանչել ծառայության մեջ, բայց իրավիճակները ստիպել են, որ դու թողես այդ իրավիճակները, որ չգնաս ու չծառայես Տիրոջը։ Գնացիր ծառայեցիր, ով է բա քեզ պահելու, երեխեքիդ ով է պահելու, վարձերդ ոնց ես տալու։ Տերն է տալու։ Թե ոնց կտա, ինքը գիտի, քեզ մնում է հավատաս ու վստահես Տիրոջը։ Եթե չեմ հավատում Տիրոջ ու չեմ վստահում, որտեղ հավատքի ինչ որ տեսնում ես, նորից եմ կրկնում, այլ ինչ պետք է լինի քո հավատքի համաձայն քո կյանքի մեջ։ Իսկ Տերը կհոգա քո կարիքները։
Լավ, երկրի վրա ամեն ինչ հարցեր լուծեցինք, երկնքում ինչ ենք անելու։ Երկնքում ինչ ենք ունենալու։ Ընդ պետք է հավիտյան ապրենք, ստեղ ժամանակավոր ենք ապրում։ Խենք ես ժամանակավորի համար ավելի շատ մտածում, քան հավիտյանի համար, որը Տերը մեզ պատրաստել է։ Կանչել է մեզ թագավորելու։ Եվ Սամուելն ասաց Սաուղին, դու հիմարություն արիր։ Դու հիմարություն արիր։ Տիրոջը վստահելու փոխարեն դու որոշեցիր ինքնագլուխ բաներ անես։ Էլ Տերը չէր քո գլուխը, դու էիր քո գլուխը։ Մենք մարմինն ենք, Տերը մեր գլուխը։ Մարմինը պետք է ենթարկվի գլխին։ Բայց մենք ասում ենք գլուխ դու մեզ պետք չես, մենք ինքնուրույն մեր գլուխը ունենք, մեր գլխով այդ հարցերը կլուծենք։ Մի խառնվի իմ գործերին։ Հենց խնդիր առաջանում Տեր ջան, բա ուր էիր, իսկ դու ուր էիր, դու հարցրեցիր Տիրոջը։ Դու անելուց առաջ Տիրոջը սպասեցիր, թե Տիրոջից առաջ արդեն դու ամեն ինչ պարեցիր քո ուզած ձևով։ Դու հիմարություն արիր, չպահեցիր քո Տիրոջ Աստծո պատվիրանքը, որ նա քեզ պատվիրել է, որովհետև հիմա Տերը քո թագավորությունը Իսրայելի վրա մինչև հավիտյան կհաստատեր, բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի լինել։ Ինչքան է կանչել Տերը մեզ ծառայության։ Ինչքան է Տերը խոսացել մեր հետ, որ մի վախեցի, ես քո հետ եմ։ Դու արա քո են ինչ-որ ինչի համար, որ ես աշխարհի վրա ես։ Դու անային գործը ինչի համար, որ դու եկել ես այս աշխարհ։ Բավականա պարապ բաներով զբաղվես։ Բավականա հեռախոսի մեջ ժամերով անցկացնես, գնա մեկին քարոզի, մեկին ավետարան քարոզի։ Նստի Աստծո խոսքը կարդա, ուսումնասիրի, կերակուր պատրաստի մարդկանց համար։ Ժամանակը անցնում է։ Այսօր էլ նայում ես, ամբողջ կողի ազգերը պատերազմի մեջ են։ Տերը մեզ ողորմում է։ Հեն հզոր բանակի պատճառով, որը որ աղոթների մեջ անընդհատ։ Տերը կանչել է մեզ, որ մենք ծառայենք։ Գիտես, մի պատմություն պատմեմ, մի Աստծո օծյալ պատմում ասում է, ծառայության ժամանակ Տերը վերցրեց մի երիտասարդի եւ սկսեց օգտագործել իրեն։ Բայց այդ երիտասարդի մասին այդքան էլ լավ բաներ չէին խոսում։ Եվ ես ասեցի, Տեր, ես չեմ հասկանում։ Ինչի՞ ես դու ես երիտասարդին օգտագործում, բայց այն քուրիկին, որը 40 տարի գալիս է եկեղեցի, իրան չես օգտագործում։ Եվ ասում է դուրս եկա մեքենայով շրջում է եւ տեսա, որ այս երիտասարդը մի հատ վատ տեղ մտավ։ Մի հատ ակումբ։ Ու ասի Տեր, ես չեմ հասկանում, բացատրի ինձ։ Ասում է եւ Տերը խոսեց։ Ասեց այդ երիտասարդը, երբ որ մտավ այդ անկումբ, ասեց Տեր, ես չգիտեմ ինչ եմ այստեղ։ Խնդրում եմ ինձ ազատի, որ ես այստեղ էլ երբեք չգամ։ Բայց այն տատիկին 40 տարի առաջ հանձնարարություն եմ տվել, մինչև հիմա չի արել։ Ու մինչև չափ աշխարհի, որ անհնազանդ է եղել, ես նոր բան իրան չեմ կարող վստահեմ։ Սիրելիս, կարևոր չի դու քանի տարի ես եկեղեցու մեջ։ Կարևորը հնազանդ ես Տիրոջը, թե չէ։ Կարևորը Տիրոջ կամքով է շարժվում, թե չէ։ Կարևորը քո հովվին լսում ես քեզ ինչ ասում, ու հովվին ասած, ես 30 տարի այստեղ եմ, դու այսօր եկել ես, արդեն ձի բան ես ասում։ Կարևոր չի դու ինչքան ես եկեղեցում։ Կարևորը ինչքան ես խոնար։ Ինչքան ես հնազանդ Տիրոջ կամքին, եթե բերել է քո վրա այդ օծյալին, ուրեմն նպատակ ունի, որ բերել է։ Իրանից ես դու օծությունը ստանալու։ Դու առանձին չես կարա Տիրոջ հետ կապ ունենաս։ 15-րդ գլուխ Հովհաննեսի կարդացեք ասում է, որ ես եմ որդը, իսկ դուք ճյուղերն եք։ Իսկ ճյուղը կպած է ինչ-որ մի ձևով, պտուղը կպած է ինչ-որ մի ձևով, ճյուղին ու որդին։ Կպած է եկեղեցով, տունը նստած, դու չես կարա, ասես ես Աստծու հետ եմ։ Չկա տես բան, կներեք ինձ։ Չկա տես բան։
Աստված դրեց իր եկեղեցին որպես մարմին եւ իր մարմնի հետ է ինքը շփվում։ Եվ բոլորիս նպատակը Աստծո հարս եկեղեցին մաքրել, պատրաստել Տիրոջ գալուստին։ Որ ամեն մեկս մաքրվենք, ամեն մեկս սրբվենք ու ամեն մեկս պատրաստ լինենք Տիրոջը ծառայելու։ Մենք տեսնում ենք մեր կողքին ինչա կատարվում, մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակներում ենք ապրում։ Եվ ամեն մեկս կարիք ունենք մաքրվելու, սրբվելու, պատրաստվելու, եթե սխալվել ենք նույնիսկ գալու Տիրոջ առաջ եւ ապաշխարելու։ Առաջին Թագավորոս 15-րդ գլուխ, առաջին խոսքից։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. Տերն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու եւ հիմա Տիրոջ խոսքի ձայնը լսիր։ Զորաց Տերն այսպես է ասում. Ես հիշում եմ ինչ որ ամաղեկա արավ Իսրայելին, որ նա ճանապարհը կտրեց, երբ որ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ ամաղեկին զարք եւ նրա բոլոր ունեցվածքը նզովվեք եւ նրան չխնայես եւ մերցնես մարդից մինչեւ կինը, երեխայից մինչեւ կատնակերը, արչարից մինչեւ ոչխարը եւ ուխտից մինչեւ էշը։ Տերը տալիս է նոր հնարավորություն Սավուղին։ Առաջին անգամ Սավուղը գտնվեց անհնազանդ, նույնիսկ չապաշխարեց։ Տերը իր խոսքի համաձայն, քանի որ ինքն էր ընտրել Սավուղին, տալիս է հնարավորություն եւ տալիս է կոնկրետ հանձնարարություն։ Ինչ պետք է անես։ Սերնես, երբ որ քո հովիվը տալիս է քեզ կոնկրետ հանձնարարություն, նշանակում է դու պետք է անես կոնկրետ հանձնարարությունը։ Եվ Սավուղը զարկեց Ամաղեկի Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի սուրը եւ Ամաղեկի թագավոր Ագագին ողջ բռնեց եւ բոլոր ժողովրդին սրի բերանովը բնաջինջ արավ։ Բայց Սավուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին եւ ոչխարներին եւ արչարների լավերին եւ գերերին եւ գառներին եւ ամեն պատվական բաներին եւ չուզեցին նրանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։ Տերը էսեր պատվիր է։ Տերը պատվիրել էր, որ ոչ մի բան չխնայես, ոչ մեկին չխնայես։ Իրանք կատարեցին Տիրոջ ասածը 90%-ով։ Գիտեք, երբ որ մենք սկսում ենք արդարանալ, ու ասել, դե ես գոնե այդքան անում եմ։ Տիրոջը հաճելի չի գոնե այդքան։ Տիրոջը հաճելի է, որ այն հանձնարարությունը, որ քեզ տրվել է, ամբողջությամբ մինչև վերջ անես։ Եվ կիսատ չանես։ Եկեք մեր համար, մենք մեր համար չափանիշներ չդնենք, թե ինչքանով Տիրոջը ծառայենք։ Եկեք Տիրոջ չափանիշների մեջ մտնենք։ Եկեք Տիրոջ առաջ գանք ասենք, Տեր, ահա ես ինչ ես ուզում անեմ քո համար։ Կողքիս հարևանը դժոխքն է գնում, ինչ անեմ։ Վանաձորի մեծամասնությունը դժոխք է գնում, ինչ անեմ։ Ասա ում գնամ քարոզեմ։ Ասա ում համար գնամ ծառայեմ։ Ինչ անեմ։ Ու երբ որ Տերը ասում է, չէ, դրան չեմ գնա ծառայի, դրան փրկություն չկա։ Կարևոր չի դու ինչ ես մտածում։ Եթե Տերը ուղարկել է, ուրեմն քո հետևում կանգնած է։ Ինչքան է խնդիրը մեծ լինի, ինչքան էլ մարդիկ մտածես, որ չեն կարող Աստծուն գան։ Աստված կարա բերի ամեն մեկին։ Բայց դու ես իր ձեռքերը, դու ես իր ոտքերը, դու ես իր շուրթերը, դու ես իր ականջները քո միջոցով անելու։ Դու պետք է գնաս եւ դու պետք է անես։ Չկա եկեղեցու մի մարդ,
որ ինքը ընդամենը գալիս է ու գնում է ամեն մեկին նա տված հանձնարարականը գնացեք ավետարանը քարոզեք։ Ես չեմ կարում ավետարան քարոզ, կյանքդ վկայի։ Պատմի ինչ արե Աստված քո մասին։ Ինչ արե քո ընտանիքի համար։ Ինչ արել քո ազգականների համար։ Չունես սեփական վկայություններ, եկեղեցու անդամների վկայությունները պատմի։ Աստծոյցալների վկայությունները պատմի, թող մարդկանց հավատքը բարձրանա։ Վերջով հիշի դու լույս ես։ Եվ որտեղ որ լույսը մտնում է, խավարը պետք է ծրվի։ Դու խավարը չես կարա միացնես։ Դու կարաս լույսը միացնես, խավարը ծրվի։ Դրա համար դու քո մեջի լույսը մեծացրա, այդ լույսը կսկսի տարածվել։ Դու ավելի շատ կարդա, ավելի շատ աղոթի։ Արի Հովիվիտ մոտ ասա, Հովիվ ջան, ինչ կարամ անեմ։ Եվ եթե ամեն մեկս մի փոքր բան անենք, օր-օրի եկեղեցին էլա մեծանալու։ Օր-օրի փրկվածների թիվն էլա մեծանալու։ Օր-օրի քո վարձքն էլա երկնքում շատանալու։ Դու ես որոշում ով ես լինելու դու երկնքում։ Տերը քեզ տվել է ամեն ինչ, իշխանություն, զորություն, ամեն բան աստվածապաշտ կյանքի համար ապրելու համար, դևերին քշելու համար, հիվանդությունները բժշկելու համար։ Ասես էդ իմ մասին ես խոսում։ Աստծո խոսքն ասում։ Աստծո խոսքն ասում, որ ով որ հավատա եւ մկրտվի, այս հրաշքները կանի։ Եթե դու քո մեջ չես բացահայտել դա, դե չի նշանակում քո մեջ չկա դա։ Այդ ամենը քեզ Աստված տվել է, բայց ոչ թե դու անես, հետո գաս ասես, դու ես բժշկում եմ, սաղդ արդեն ինձ պետք է ենթարկվեք։ Չէ։ Տերը տվել է, որ դու գնաս նշաններով ապացուցի, որ ինքը քո հետ է։ Որտեւ ամեն անգամ չի, որ դա գործելու է։ Դա մենակ քեզանից չի կախված, դա այդ դիմացինի հավատքից էլ է կախված։ Քեզանից հասնում է վկայել, մեկի վրա հետո ձեռքը դնես, կաղոթես, կգնի, խոսես, վայ, ես ոնց եղավ ընկավ։ Զորությունը իջավ կգավ։ Քեզնից չէր, Տիրոջից էր։ Այդ մարդու հավատքի համաձայն, որտեվ Հիսուսն ասում էր, հավատում ես, կլինի քեզ։ Հիմա Տերը կանչել է Սավուղին, հանձնարարություն է տվել, Սավուղը ինչ արել։ Եվ Սամուելը Սավուղի մոտ գնաց, եւ Տերը խոսեց Սամուելի հետ, 10-րդ խոսքը, ասելով. Զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետեւ ինձանից ետ դառավ, եւ իմ խոսքերը չկատարեց։ Եվ Սամուելը տրտմեց ու բոլոր գիշերը Տիրոջ նաղաղակեց։ Կամ մեկը, որ կուզի Տիրոջից մերժված լինի։ Պատկերացնում եք ինչ սարսափելի բան է լինել մերժված Տիրոջից։ Ինչի համար։ Անհնազանդության համար։ Հիշում եք, Տերն ասում է, երբ կգանք, ասեմ, բարով ես եկե, հավատարիմ ծառա։ Ցենես ամենակարևորը հավատարմությունն է, պագոնիդ բարձրությունը չի։ Կարևորը քո ծառայության մեջ ինչ վստահել են քեզ, հավատարիմ անես։ Կապ չունի ինչ ես անում։ Կարևորը որ հավատարիմ ես անում։ Ու չթուլանաս, ու կեսից չդադարես։ Հիմա եկեք տեսնենք պատճառը ինչն էր պատճառը, որ Սավուղը չհնազանդվեց Աստծուն։ Պատճառել կար։ Եվ Սամուելը Սավուղի մոտ գնաց եւ Սավուղը նրան ասեց. Տերիցն օրհնյալ լինես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Ուրեմն Տերը գիշերը Սամուելին ասել է, որ զղջացի, որ անհնազանդ էր չկատարեց, Սավուղը գիտի, որ ինքը կատարել է։ Իդե շատերը եկեղեցու մեջ գիտեն, թե իրանք ամեն ինչ ճիշտ են արել։ Իրանք կատարել են Տիրոջ ասածը, որովհետև 50%-ով կատարել են, 70%-ով են կատարել, 90%-ով են կատարել, բայց Տեր ուզում է, որ դու 100%-ով կատարես։ Եվ քանի որ Սավուղը մասամբ էր կատարել իր արածը, Տերն ասում է զղջացի,
որ դրել եմ իրան։ Իսկ Սավուղն ասում է, Տիրոջ օրհնյալ, Տիրոջ խոսքը կատարեցի։ Պատկերացնում եք ինչ ձև էր խաբված։ Ես հավատում եմ, որ եկեղեցում կան մարդիկ, որ խաբված են, կարծում են, թե իրանք ճիշտ են Տիրոջ առաջ, բայց այդքան էլ ճիշտ չեն։ Տերը արդեն շուտվանից անց հետ չի խոսում։ Էլ հանձնարարություններ չի տալիս, որովհետև հələ նախորդ անհնազանդության համար չեն ապաշխարել։ Եվ Սամուելն ասաց, ամաղիկացիներից եւ Սամուելը Սամուղի մոտ գնաց եւ Սաուլը նրան ասաց. Տերից օրհնյալ, Տիրոջ խոսքը կատարեցի։ Եվ Սամուելն ասաց. ապա այս ոչխարների ձայնը ինչ է որ գալիս է ականջիս։ Արջառների ձայնը, որ ես լսում եմ։ Լսի ասում է, այն ոչխարներն ու արջառները, որոնց դու պետք է վերացնեիր, սպանեիր, նրանց ձայնը վկայում է, որ դու չես կատարել Տիրոջ ասածը, որ դու մասամբ ես կատարել Տիրոջ ասածը։ Սավուղը փոխանակ ընկնի Սամուելի առաջ ու ապաշխարի, ասում է արդարանան։ Ես հասկանում եմ, մենք չենք արդարանում։ Մենք եթե մի բան սխալ ենք արել, արդարանալու կարիք չկա։ Սավոն ասաց, ամաղիկացիները բերին նրանց, ամաղիկացիներիցը բերին նրանք, որովհետև ժողովուրդը խնայեց լավ ոչխարներին եւ արջառներին, որ նրանք քո Տեր Աստծուն զոհ մատուցենք, իսկ մյուսներին փչացրինք։ Դա հո մեր համար չէր, դա քո Տիրոջ համար է։ Դա Տիրոջ համար է, դա մեր համար չենք բերել այդ արջառներին, ոչխարներին։ Զոհ ենք մատուցելու Տիրոջը։ Այս եթե անցներ, չանցներ, լավ, բեր զոհ տանք, Տիրոջը բերենք զոհաբերություն տանք։ Այն ժամանակ Սամուելն ասաց Սաուլին. սպասիր, որ պատմեմ, ինչ որ Տեր այս գիշեր ինձ հետ խոսեց, եւ նա նրան ասեց խոսիր։ Եվ Սամուելն ասաց. ահա դու որ քո աչքերին փոքր էիր երևում, Իսրայելի որկանց ցեղիցն գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավորացեց, եւ Տերը քեզ մեկ ճանապարհով ուղարկեց, ասելով գնա եւ այն մեղավոր ամաղիկացիներին նզովիր եւ նրանց դեմ պատերազմիր, մինչեւ որ նրանց բնաջինջանես։ Եվ հիմա ինչու չլսեցիր Տիրոջ ձայնը, եւ ավարի վրա հարձակվելով Տիրոջ առաջին չարություն արիր։ Եվ Սավուղն ասաց Սամուելին, թե Տիրոջ ձայնին լսեցի։ Եվ Տերն ինձ շուտ ճանապարհ ուղարկեց, այն ճանապարհով գնացի, եւ ամաղեկի թագավոր Ագագին բերի եւ ամաղեկի բնաջինջարի, սակայն ժողովուրդն այս ավարից ոչխարներն ու արջառների վրա առավ նզովվածից շատ լավերը, որ գագաղայում քո Տեր Աստծուն զոհենք։ Ասում է, Տերը քեզ ասել էր, չէ կոնկրետ ինչ պետք է անեիր։ Ինչի չարեցիր։ Տեսեք նույնիսկ արդանում ասում է, ես արեցի։ Ես գնացի, ես արեցի, բայց այն ժողովուրդը, որ իմ հետ էր, իրանք էին անհնազանդ։ Այն ժողովուրդը խնայեցին, որ Տեր Աստծուն ինչ-որ բան պետք է զոհենք, թե չէ։ Սեներս, գալու է ժամանակը, որ դու ուզելու ես մտնես ծառայության մեջ, բայց մարդիկ ազդեցություն են գործելու քո վրա։ Եվ մարդիկ գալու ասելու են, ինչ եղավ քո հետ։ Ես երբ որ եկա Աստծուն, իմ պապաս ասես քո ուղեղը լվացել եմ։ Դու էլ ուղեղ չունես, դու ռոբոտ ես։ Քեզի խաբել են, հեռացի տեղից։ Ես ասի չէ, ես ճիշտ տեղում եմ, դու ասես չես հասկանում։ Ասեց որոշի կամ ես կամ Աստված։ Ու ես 3 անգամ ընտրեցի Աստծուն։ Փառք Տիրոջի, իմ հայրս մինչև երկին գնալա,
ապաշխարեց, Տիրոջը ընդունեց, մաքրվեց, սրբվեց, նոր գնաց։ Ու հետո ես ասում եմ, «Պապ, իսկ եթե ես քեզ չընտրեի, հիմա դու չէիր ունենա Աստծուն, ես էլ չէի ունենա Աստծուն։ Ու երկուսով դժոխք կգնանք, բայց հիմա մենք իրար հետ ենք գնալու։ Թեկուզ եւ մի որոշ ժամանակ դու տրտմեցիր, մի որոշ ժամանակ դու հեռացար, նեղվեցիր, բայց դա այսօր քո փրկության պատճառը դարավոյի։ Սիրելիս, երբ որ քո վրա սկսում են ազդեցություն գործել, ու ասել, որ դու աննորմալ հավատացյալ ես, գոհացի Տիրոջից։ Որտեվ դու աշխարհի նորմերով էլ չես ապրում, իրանց համար աննորմալ ես, բայց Տիրոջ համար նորմալ ես դառել։ Հետևաբար մի նեղվի, որ քեզ ասում են, ես ուր ես գնում, ես ինչ ես անում, դու կկործանվես։ Հստակ իմացի դու ես իրանց փրկության պատճառը։ Հստակ իմացի դու լույսը պետք է տանես քո տուն, որ քո տունը փրկվի։ Ոչ թե իրանց ազդեցության տակ սկսես Տիրոջը չհնազանդվել։ Հիմա շատ կարևոր է։ Դու չես կարող քո երեխուն թողես գնաս եկեղեցի։ Դու պետք է հիմա հենց հիմա այսօր իմ տղան պետք է մրցումների մասնակցեր։ Ու շատ կարևոր էր, որ ես իր կողքին լինեի։ Բայց Տիրոջ հետ հանդիպումը ավելի կարևոր է, քան թե ցանկացած ինչ որ մի բան։ Եվ երբեք մենք պետք է չփոխարինենք, որովհետև առօրյա կյանքը միշտ կա, միշտ մեզ հետ է։ Առօրյա խնդիրներն էլ են մեզ հետ, բայց դա չի նշանակում, որ Տիրոջ հաշվին դա պետք է անենք։ Եկեք Տիրոջինը Տիրոջը տանք, իսկ այն ինչ որ ընտանիքին տանք, ինչ որ աշխատանքին տանք, ու իրար տեղերը չխառնենք։ Եթե դա քո եկեղեցու գալու օրն է, ուրեմն պլանավորի վնեց, որ դու քո եկեղեցու օրը գաս եւ Տիրոջ հետ հանդիպես։ Եթե դա քո խմբակի օրն է, ուրեմն ես պլանավորի, որ քո խմբակի ժամանակ շատ դեպքեր ա եղել, մեր տունը հյուրեր են եկել, ասում եմ կներեք, դուք կամ հետս եկեք եկեղեցի, կամ են նստեք, սպասեք մինչև գնամ կգամ։ Որտեւ ես չեմ կարա չգնամ։ Ես ձեզ սիրում եմ, հարգում եմ ձեզ, բայց Տիրոջից ավել չեմ կարա սիրեմ։ Բայց սաղուղի վրա ազդեցություն գործեցին։ Անիծվածիցը վերցրի։ Ցելիս եթե քեզ կառաջարկեն ինչ որ միտեղ անօրինաբար գումար վաստակեն, երբեք մի համաձայնվի։ Չասես կտանեմ դրանից մի բան է Տիրոջը կտամ, Տիրոջ աշկը կփակեմ, Տիրոջը զզվելի է դա։ Սամուելն ասաց, միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների զոհերին, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է, ականջ դնելը խոյերի ճարպից։ Տիրոջը ձեր զոհերը պետք չի։ Տիրոջը ձեր հնազանդությունն է պետք։ Ես մի անգամ իմ հովիվի հետ գնում էի ու ասեցի ես եմ զոհանում, են եմ զոհանում, են եմ զոհանում, ասեց հայ երեխեքի մոտը լում ատենց։ Եթե հլը կյանքը չես ընծայե Տիրոջը, զոհեր կանես։ Ու ես երկար մի քանի շաբաթ մտածում էի այդ խոսքի վրա։ Ու հասկացա, որ իրոք իմ կյանքը Տիրոջը չեմ տվե, չեմ ընծայե։ Եթե Տիրոջն եմ տվե, ֆինանսներ սել է իրանը, մեքենա սել է իրանը, ժամանակն էլ է իրանը, էլ ինչ պետք է զոհեմ։ Իսկ եթե դեռ ինչ որ բան եմ զոհում, նշանակում է դեռ կյանքս չեմ ընծայել Տիրոջը։ Տերը ուզում է, որ մենք հնազանդվենք իր խոսքին։ Սիրելիներս, Տիրոջը պետք չի քո զոհերը։ Տիրոջը պետք է քո հնազանդությունը։ Եթե հնազանդ լինես, զոհերն էլ կանես, ամեն ինչն էլ կանես։ Տերն էլ առաքուտությամբ կլցնի քո շտեմարանները։ Ոչ թե դու քո ուժերով ու քո զորությամբ, այլ Տիրոջ շնորհքով կլցվեն։ Տերը կհոգա քո կարիքները։ Որտեւ աստամբությունը կախարդության մեղքի պես է,
եւ անհնազանդությունը կռապաշտության պես, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Իմ խմբակ երեխեք այս խոսքը լավ գիտեն։ Ես միշտ ասում եմ անհնազանդությունը կռապաշտությունը։ Ապստամբությունն էլ կախարդություն։ Ինչ բան է ապստամբություն։ Երբ որ մենք հակառակվում ենք Տիրոջ խոսքին, սա ապստամբությունը։ Երբ որ անհնազանդ ենք Տիրոջը, կռապաշտությունը։ Կռապաշտությունը նա չի, որ գնաս, հիմա ինչ-որ մի հատ արձանի դեմը երկրպագես։ Եվ որ անհնազանդ ես Տիրոջը, ում ես հնազանդ կներես։ Չարին։ Ուրեմն չարին ես չէ երկրպագում։ Եթե Տիրոջ խոսքն չես հնազանդվում, ասես չէ, ես իմ մասին եմ մտածում, ես ինքս եմ սա որոշում կայացնում։ Սենես, եթե մեկը ծնվի, տանենք գցենք ջունգլի, ինչ է դառնալու։ Մաթեմատիկոս, գիտնական, աստվածաբան, թե Մաուգլի։ Ինչն է մեզ ձևավորում, ինչ լսում ենք ու ինչ տեսնում ենք, չէ։ Հիմա մենք ունենք ընտրություն, կամ տերն է, կամ չարն է։ Ինչ տեսնում ենք, լսում ենք, այն էլ վերցնում ենք, չէ, կամ նրանից ենք վերցնելու, կամ սանից ենք վերցնելու։ Կամ լցվելու ենք Տիրոջով, կամ լցվելու ենք չարով, կամ հնազանդվելու ենք Տիրոջը, կամ հնազանդվելու ենք չարին։ Մեզնից ընտրությունն է, թե ում կընտրենք։ Երբ որ ապաշխարեցինք, Տիրոջը ընտրեցինք, սատանայի ստրկությունից դուրս եկանք, ճիշտ է։ Բա խենք նորից գնում Եգիպտոս, խենք նորից ստրուկ ուզում դառնանք։ Ինչ ենք ամբողջ օրը մեր չարի սարքած վիդեոները նայում։ Չկա լավ բաներ Աստծո ժողովրդի ստեղծածը։ Չկան քրիստոնեական ֆիլմեր, որ նայենք։ Չկան քրիստոնեական օծյալների քարոզներ, որ լսենք։ Կամ փակենք այդ հեռախոսը, գնանք ծածուկ սենյակում Տիրոջ հետ հանդիպենք։ Ու Տիրոջից հենց առաջին ձեռքից ստանանք մեր խոսքը, մեր օրհնությունը, քննարկենք մեր օրվա եղածը Տիրոջ հետ, հասկանանք ինչն ենք ճիշտ արել, ինչն ենք սխալ արել, հարցնենք եւ Սուրբ Հոգին կպատասխանի, որտեղ ասում է, որ Սուրբ Հոգին գա կսովորեցնի։ Եվ քուրիկները երգում էին մեր հյուրերը, եղբայրները, Սուրբ Հոգի արի ու փոխի մեզ։ Եկել է։ Հարցրեք։ Ում խորհուրդներն եք հարցնում։ Սավուղը լսեց իր ժողովրդին։ Տիրոջը չլսեց, իր ժողովրդին լսեց։ Դու ում ես լսում։ Ով է քո խորհրդատուն։ Եթե քո խորհրդատուն չի հաջողվի իր կյանքի մեջ, փոխի խորհրդատուին։ Արի Հովիտ մոտ, գնա Աստծո մոտ, որ քեզ ճիշտ խորհուրդ կարան տան։ Վերց Աստծո խոսքը կարդա, որ քեզ ճիշտ խորհուրդ կարա տա։ Ոչ թե մարդը ինքը իր կյանքում չի կարած իմ բանի հասնի, հիմա քեզ է շեղում ճանապարհից։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղ գործեցի»։ Վերջապես հասկացավ, որ Տիրոջ հրամանը եւ քո խոսքը զանցարի, որովհետեւ ժողովրդիցը վախեցա եւ նրանց խոսքը լսեցի։ Սիրելիս, երբ որ Տերը խոսացել է քո հետ, անձամ կամ քո վրա դրված առաջնորդի միջոցով, ուրիշներին մի լսի։ Ուրիշներին մի լսի, որտեվ եթե Տերը խոսացել է, հետևը զորություն էլ է բաց թողելու։ Իսկ այդ խոսացողները զորություն չունեն։ Տերը քեզ կանչել է, գնա Տիրոջ հետևից։ Եվ հիմա աղաչում եմ, ներիր իմ հանցանքը եւ ինձ հետ դարձիր ու Տիրոջը երկրպագություն անեմ։ Գիտեք ինչ անում։
էլի ժողովրդի կարծիքն է իրան հետաքրքիր։ Ասում է, լավ, պետք է ապաշխարեմ։ Ներողություն եմ խնդրում։ Բայց սրտի մեջը չի ապաշխարել։ Սրտի մեջը ներողություն չի խնդրել։ Սիրտը Աստծո հետ չի։ Սիրտը ժողովրդի մարդկանց հետ է։ Քննի քո սիրտը։ Տես քո սիրտը ում հետ է։ Աստծո հետ է քո սիրտը, թե մարդկանց հետ է։ Մարդկանցից ես ուզում փառք գտնես, թե Աստծուց ես ուզում փառք գտնես։ Մարդկանց կարծիքն ես ավելի կարևոր համարում քո համար, թե Աստծունը։ Ես միշտ ասում ինձ հետաքրքիր չի մարդիկ իմ մասին ինչ են մտածում։ Ինձ հետաքրքիր է Տերը իմ մասին ինչ է մտածում։ Մարդիկ ինչ կխոսան, ինձ խնդիրը չի։ Այ Տերը կխոսա, դա իմ խնդիրն է։ Սիրելիս, կարճի տիրոջ կարծիքից, ոչ թե մարդկանց կարծիքից։ Ոնց ես հագած, ոնց ես սենց, դա կարևոր հարցեր չեն։ Կարևորը քո սրտի գահին ով է նստած։ Քո սրտին գահ դրել ես, տիրոջը բեր է նստացրել ես այդ սրտիդ գահին։ Սիրտդ մաքրել ես, թե զիբիլանոց է, զիբիլի մեջը Տերը չի ապրում։ Մաքրի սիրտդ, պատրաստի տիրոջը նստացրա գահին, դու էլ ծնգի տիրոջ առաջ։ Որտեղ միայն այտենց կանանք մենք երկնքում տիրոջ հետ ապրենք ու թագավորենք։ Որտեղ մենակ այտենց կանանք հավիտենությունը մտնենք։ Չլինի նենց, որ Տերը դրսից կանաս թակի ասի, դրանդ առաջ թակում եմ։ Իա Տեր ջան, բայ մեջ էիր։ Եկեղեցուն ես դիմում։ Այդ ոնց եղավ մեջից ասել ես արդեն դրսից ես թակում, ես է խաբա չեմ։ Տեղյակ չեմ դրա մասին։ Սերներ, այսօր ես եկել եմ ձեզնից ես խոսք բերելու տիրոջը, որ նայեք, տեսնեք, սիրտերը ձեր սրտի մեջ է, թե չէ։ Ձեր սրտի գահին նստած է, թե չէ։ Թե ձեր բարեկամներին, հարազատներին եք նստացրել ձեր սրտի գահին։ Թե ձեր անձն եք նստացրել ձեր սրտի գահին։ Եվ Սամուելը ետ չդարձավ, որ գնա, բայց նա վերարկուի ծայրիցը բռնեց, որ պատրվեցավ։ Այն ժամանակ Սամուելը նրան ասաց. Տերն այսօր քո վրայից Իսրայելի թագավորությունը պատռեց։ Եվ տվավ դնան քեզանից լավ ընկերիդ, նաև Իսրայելի ապավենը սուտ չի խոսիլ և չի զղջալ, որովհետև նա մարդ չէ, որ զղջա։ Եվ Սավողն ասաց. մեղք գործեցի, աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջին ու Իսրայելի առաջին ինձ պատվիր և ինձ հետ ետ դարձիր, որ քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Սամուելն ասում է, դու ամեն ինչ կորցրեցիր։ Դու Աստծու հետ քո կապը կորցրեցիր։ Տերը քեզ մերժեց, իրան հետաքրքիր է Իսրայելի մեծերը ինչ են մտածում իր մասին։ Ասում է, արի իրանց մոտ ես երկրպագեմ, որ բոլորը տենան, որ Տերը իմ հետ է։ Հա Տերը արդեն էլ քո հետ չի։ Իմաստը որ ասեց։ Լավ էս պահին ասեցիր, ծասկա դմփոց արեցիր, ծածկեցիր, փագեցիր, էլ չի երևում։ Հա բայց դա պարզ երևալու է, չէ՞ Տերը քո հետ է, թե քո հետ չի։ Խես ես ժողովրդից ուզում քեզ պատվեն, խես ուզում ժողովրդից ստանաս քո օրհնությունը։ Եվ Սամուելը Սավողի ետևիցը ետ դառավ, եւ Սավողը Տիրոջը երկրպագություն արավ, եւ Սամուելն ասաց. Ամաղեկի թագավոր Ագագին ինձ մոտ բերեք։ Եվ Ագագը քնքշությամբ նրա մոտիկացավ, եւ Ագագն ասեց. անպատճառ մահվան դառնությունը անցել է։ Բայց Սամուելն ասաց. ինչպես որ քո սուրը կանանցը անզավակ թողեց, նույնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա։ Եվ Սամուելը գաղաղային Տիրոջը առաջին կտոր արեց Ագագին։ Եվ Սամուելը գնաց Ռամա, եւ Սամուղը վեր գնաց իր տուն Սավողի գաբան։ Եվ Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս Սավողին չտեսավ, որովհետև Սամուելը Սավողի համար սուք էր անում, եւ Տերը զղջաց, որ Սավողին Իսրայելի վրա թագավոր է շինել։
Սավուղը ամեն բան արեց, որպեսզի Տիրոջից հեռանա։ Եվ մնա ժողովրդի հետ։ Դու էլ ընտրություն ունես, ես էլ ընտրություն ունեմ։ Տիրոջ հետ գնանք, թե մարդկանց հետ։ Այն ժամանակ էլ էինք մարդկանց հետ գնում, էլ ինչի եկանք Տիրոջը։ Եթե պիտի Տիրոջ հետ չգնանք, իմաստը։ Քրիստոնեական կլուբի անդամներ ենք։ Չէ մենք մարմնի անդամ ենք, իսկ եթե մարմին ենք եւ կենդան ենք, ուրեմն պետք է գործենք։ Մի հատ գաղտնիք էլ ասեմ։ Եթե դու Հիսուսի մարմնի անդամն ես, ու իր ոտի տակի կաշին ես, մեկը սատանայի գլխի վրա ես։ Միշտ հիշի, որ Աստծո մարմնի մեջ ամենատկարը սատանայի արքայության մեջ ամենից ուժեղ է։ Երկրորդ Թագավորաց 6-րդ գլուխ 14-ից 10-րդ խոսքերի։ Եվ Դավիթը Տիրոջ առաջին պարում էր բոլոր ժողովը, եւ Դավիթը քթանի եփուդ էր հագել։ Եվ Դավիթը եւ Իսրայելի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախությամբ եւ փողերի ձայնով։ Եվ երբ որ Տիրոջ տապանակը եկավ Դավթի քաղաք, Սավուղի աղջիկը Մեխքողը պատուհանից նայելով տեսա, որ Դավիթ թագավորը Տիրոջ առաջին կաքավում եւ պարում էր, նրան անարգեց իր սրտում։ Դավիթ թագավորը պարելով տապանակի առաջից գնումը կաքավելով տենում է Սավուղի աղջիկը ու սրտի մեջ անարգանք է բարձանում։ Ու երբ որ գալիս է Դավիթ, ասում է Դավիթը ետ դառավ իր տունը օրհնելու համար եւ Սավուղի աղջիկը դուրս եկավ Դավթին դիմավորելու եւ ասեց. Իսրայելի դաքավորը այսօր ինչ փառավոր էր, որ Աստծո իր ծառաների աղախինների առաջին ինքը մերկացրեց։ Ինչպես որ դատարկ մարդկանցից մեկն իրեն մերկացնում է։ Եվ Դավիթը, տեսեք, կին ասում ես, ինչ ես անում, դու թագավոր ես։ Դու հելել ես, պարում ես տապանակի դեմը։ Դու քեզի անարգեցիր, դու քեզ ցածրացրեցիր, դու քեզ թագավորի պես չպահեցիր։ Տեսեք, ճիշտ սիրտը ոնց է լինում։ Եվ Դավիթը Մեխքողին ասեց. այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հորից, նրա բոլոր տնիցն ավելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայելի վրա իշխան դրավ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի, եւ դեռ սրանից ավելին ինձ անարգ երևացնելով իմ աչքի առաջին նվաստ պիտի լինեմ, իսկ այն քո ասված աղախիների առաջին պիտի փառավորեմ։ Ես ինձ կնվաստացնեմ Տիրոջ առաջին, որովհետև այն Տերը ինձ փրկել այս աշխարհից, այն Տերը ինձ ազատել է սատանայի իշխանությունից, այն Տերը խաչվել է խաչի վրա, որպեսզի ես ազատ լինեմ մեղքից, անեծքից, հիվանդություններից։ Եվ այդ Տիրոջ առաջին ես խոնարհվելու եմ, ես պարելու եմ, ես ուրախանալու եմ։ Այդ ինչ եք գնում եկեղեցիներում, պարում եք, չգիտեմ ինչ եք անում, երգում եք։ Խի Դավիթից ինչով ենք պակաս։ Մեր Տիրոջ առաջ ենք երգում, մեր Տիրոջ առաջ ենք պարում, մեր Տիրոջն ենք փառավորում։ Ու փառավորելու ենք, որտեվ ինքը իր փառահեղ գահը թողեց, իջավ երկիր, անարգ խաչը վերցրեց, որ ես ու դու այսօր երկինքին արժանի լինենք։ Ու այդ Տիրոջ առաջ պետք է պարենքել, ուրախանանքել, խոնարհվենքել, ծնգենքել։ Եվ Սավուղի աղջիկ Մեխքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։ Աստծո օծյալի դեմ խոսել չի կարելի։ Անպատիժ չի մնում։ Շատ զգուշ լինենք, երբ որ խոսում ենք Աստծո օծյալներից եւ ինչ որ բան ենք նրա մասին ասում։ Սիրելիներս, այսօր մենք ունենք երկու կերպար։ Սավուղի եւ Դավիթի։ Մեկը, որը որ ընտրել էր մարդկանց, մյուսը ընտրել էր Տիրոջը։ Եվ դա այդ ընտրությունը մեր առաջ է։ Ու մենք ընտրում։ Տերը ընտրել է քեզ։
ուղարկել այս աշխարհ։ Դու ում ես ընտրում։ Որն է քո ընտրությունը։ Եթե այսօր քեզ տեսար առաջին խմբի մարդկանց մեջ։ Առաջին խումբը նրանք էին, ում որ Տերը կանչել էր, բայց անհնազանդ էին գտնվել Տիրոջը։ Եվ չէին կատարել Տիրոջ կամքը։ Խնդրեմ, որ գանք Տիրոջ առաջ եւ աղոթենք եւ խնդրենք, ասենք Տեր, եթե ինձ թվացել է, թե ես քո մարմնի մեջ եմ, անում եմ այն գործը, որ դու ինձ տվել ես, բայց իրականում հեռացել եմ քեզանից ու չեմ էլ նկատել, ինձ թվացել է, թե ես ճիշտ տեղում եմ, բայց խաբվել եմ եւ անհնազանդ եմ եղել, խնդրում եմ ներես ինձ։ Եվ երկրորդ խումբը այն մարդիկ են, ովքեր ավելի կախված են եղել մարդկանց կարծիքից, քան թե Տիրոջ կարծիքից։ Նույնպես կարիք կա, որպեսզի մենք աղոթենք ու ասենք. Տեր, քեզ եմ ուզում հնազանդ լինեմ։ Տեր, եթե հեռացել եմ, լսել եմ մարդկանց, որի հետևանքով քո սիրտը ցավացրել եմ ու հեռացել եմ քեզանից, խնդրում եմ ներես ինձ։ Որտեվ Տերը նոր բաներ է ուզում անի։ Տերը ուզում է նոր զորությամբ, օծությամբ գործելու։ Եվ մենք կարիք ունենք այն հինը թողելու, մաքրվելու, սրբվելու ու Տիրոջ հետ գնալու առաջ ու փառավորելու Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք։ Եվ եթե համաձայնվեցիր եւ տեսար քեզ ինչ որ մի տեղ ես երկու իրավիճակներից ես կաղոթեմ, դու էլ միաբանվի եւ խնդրի թո Տերը ների եւ նոր էջից սկսենք զորության մեջ քայլել։ Տերերի Տեր, արքաների արքա, գոհանում ու փառավորում ենք քո անունը, Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք, որ դու ողորմած ես եւ ամեն անգամ մեզ ներում ես։ Եվ մենք գալիս ենք քո առաջ ու խնդրում ենք քեզ, Տեր ջան, եթե ինչ-որ միտեղ անհնազանդ ենք գտնվել, թե ինչ-որ միտեղ շեղվել ենք քո կոչումից, քո ծառայությունից եւ չենք նկատել դա, Տեր իմ, ների մեզ եւ նորից հնարավորություն տուր, որպեսզի մտնենք ու ծառայենք ու քեզ փառավորենք, Տեր, որին դու արժանի ես։ Տեր, խնդրում ենք, ներիր, եթե մարդկանց ավելի ենք դասել, քան թե քեզ մեր կյանքի մեջ։ Եթե ավելի ենք լսել մարդկանց, քան թե քեզ, ներիր ու ողորմիր, Տեր ջան։ Մենք ուզում ենք, որ քո օրհնությունը, որ քո պաշտպանությունը, քո զորությունը մեզանից չհեռանա։ Եվ մենք խնդրում ենք, որ մեր սրտի մեջ, Տեր ջան, գաս նստես մեր սրտի գահին ու թագավորես, Տեր իմ, մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների մեջ, առաջնորդես, Տեր ջան, եւ խոնարհվում ենք քո գահի առաջ, որին դու արժանի ես։ Փառք ենք տալիս ու մեծարում ենք քեզ, Տերերի Տեր ու արքաների արքա։ Հալելույա, փառավորվիր ամեն մեկի կյանքում, որ այստեղ են, Տեր ջան։ Եվ օրհնիր, որպեսզի ամեն մեկը գնա ու պտուղ բերի, ու դու փառավորվես, Տեր ջան, նրանց պտուղներով, եւ նրանց պտուղը մնայուն լինի ու բազմանա, Տեր ջան, թող բազմանա այս եկեղեցին, Տեր իմ, ու թող ճուղավորվի ու ճուղերը, Տեր իմ, տարածվի ամբողջ այս տարածաշրջանի մեջ։ Փառք ու պատիվ քեզ ու հալելույաներ քեզ։ Ամեն։